Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում հերթական անգամ Խաչիկյանի խոնոցը հաղորդաշարն է եւ մենք այսօր կրկին անգամ հյուրընկալվել ենք Հայաստանի չնաշխարհիկ վայրերից մեկում Երևանամերձ Մրգաշեն համայնքում ենք մենք եւ գտնվում ենք վինտաժ բուտիկ հյուրատանը եւ նկատում եք, որ իմ հագին տարազային լուծումներով հագուստ է, որ տրամադրել է Տարազ արտընկերությունը Երկիր մեդիա հեռուստաընկերության այս հաղորդումների համար եւ այստեղ պատկերված է հատված լոռու գորգից եւ քանի որ յուրաքանչյուր տարածաշրջան հետաքրքիր է թե իր ուտեստներով, թե իր տարբեր պատմություններով, թե իր տարբեր լեգենդներով, այսօր մենք կպատրաստենք մի լեգենդար թռչնամիզ, որ կոչվում է հնդկահավ։ Այս դեպքում հնդկահավը ոչ թե կապված է Հնդկաստանի հետ, այլ հնդկահավը կապված է հնդկացիների հետ, որովհետև երբ որ իսպանացիները գրավեցին Նոր աշխարհը 16-րդ դարում, իրենց հետ իթիվս այլ կենդանիների, այլ թռչունների իրենց հետ բերեցին նաև հնդկահավը։ Այնուհետ այն տարածվեց հին աշխարհում կամ Եվրոպայում որպես իսպանական հավ, որովհետև իսպանացիներն էին բերել, իսկ չգիտես ինչու արդեն անգլերենով այն հնչում է որպես մեր հարևան պետության անունով կամ թուրքական հավ։ Ինչևէ մենք այսօր կպատրաստենք հնդկահավից հետաքրքիր ուտեստ եւ նկատում եք, որ իմ հետևս շատ գեղեցիկ ծաղիկներ են մանուշակագույն գույնի, որ շատ հիշեցնում է Ֆրանսիայի ամենահայտնի տարածաշրջաններից մեկը Պրովանսը եւ այնտեղ աճող մի շատ հետաքրքիր ծաղիկ, որ ինքը հայերենով հնչում է որպես նարդոս, ռուսերենով եւ այլ լեզուներով հայտնի է նաեւ որպես լավանդա, եւ այս գեղեցիկ դդմա նարդոսա հնդկահավային տրամադրությամբ սկսում ենք մեր հաղորդումը։ Սկզբից մենք իհարկե կմշակենք մեր հնդկահավի կրծքամիսը, կհեռացնենք ավելորդ թաղանթը եւ մեր նախորդ հաղորդման ցանկալի հյուրը մեր հովաշունը գերմանական լառան չկա իհարկե այս պահին, բայց մտածում եմ զգալով, որ շուտով այս հաղորդումն է, ինքը կմիանա մեզ, հետաքրքիր կերպով իրեն պետք է այսպես մասնատենք, ոչ մինչև վերջ իհարկե, սա անում ենք մի պարզ նպատակով, որովհետև ինչպես գիտեք, թռչնամիսն ինչպես նաև ձուկ իրենք ունեն բավականին չեզոք համ, եւ դրան պետք է համեմել իհարկե համապատասխան համեմունքներով, որպեսզի մենք հարուստ համեր զգանք։ Ահա այսպես գեղեցիկ բացեցինք, որովհետև այլ դեպքում, երբ որ մենք աղով եւ պղպեղով համեմենք, ինքը միայն այդ մակերեսի հարթ մասը կստանար աղի եւ պղպեղի համը, իսկ մնացածը կզրկվեր այդ աղից եւ պղպեղից, ինչը որ բնականաբար տվյալ դեպքում մեր խնդիրը չէ, մեր խնդիրն է լավ համ ստանալ։ Այսպես պղպեղապատեցինք սև պղպեղով, իսկ հիմա իհարկե մեր հայկական խոշոր աղն ենք մանրացնում իր վրա։ Շարունակում ենք մյուս կրծքամիսն էլ ենք կրկին անգամ նույն կերպ մասնատում։ Դուք գիտեք, որ կենդանական աշխարհում ընտանի թռչունների մեջ ջայլամից հետո հնդկահավը համարվում է երկրորդ ամենախոշոր ընտանի թռչունը եւ բնականաբար իր միսը բավականին դիետիկ է, բավականին օգտակար։ Դժբախտաբար հանիրավի այն մայր հայ տնային տնտեսուհիները կամ
Հայաստան հանիրավի չգնահատված է, բայց մտածում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք հնդկահավը նույնպես գնահատենք։ Կրկին անգամ նույն կերպ պղպեղապատում ենք և աղ ենք ավելացնում։ Փայլուն, հիմա այն մենք կտեղափոխենք թավայի մեջ, պատմական թավա է, վինտաժին հատուկ։ Մենք այստեղ կլցոնենք արևածաղկի բուսայուղ։ Հիմա մեր հնդկահավի այս կրծքամիսը տեղափոխում ենք ահա այսպես թավայի մեջ և կրկին անգամ տեղափոխում ենք գազ օջախի վրա։ Սիրելի հեռուստադիտող, Երկիր մեդիա հեռուստաընկերության հաղորդումները դիտելու համար և նրանց հետևելու համար կարևոր է նաև ինչպես հեռուստատեսության, այնպես էլ YouTube-յան և Facebook-յան հարթակներում բաժանորդագրվել Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, որպեսզի դիտեք ինչպես այս, այնպես էլ Երկիր մեդիա հեռուստաընկերության մնացած այլ ազգային ոգով տագորված հաղորդումները։ Սիրելի բարեկամներ, մեր նկարահանումը անընդհատ ուղեկցվում է քամու, այսպես ուժգին շարժումներով, ինչպես նաև մեր լարայի շարժումներով, որովհետև ինքը հետևում է, որպեսզի մեզ բանասողներ չլինեն մրգաշենի այլ մասերից և նկատում եք մեր հետ է պրովանսյան, այսպես ասած, վիճակ է նարդոսի ծաղիկներով, այստեղ հազարատերևուկ է, մասուր, դդում, հնդկահավ և մտածում էինք ինչ անունը դնենք, հասկացանք սա փքված հնդկահավն է, որովհետև այսքան ուշադրություն կա իր նկատմամբ էլ իսպանական, էլ ֆրանսիական, էլ հայկական, էլ հնդկացիական և մի կարևոր մանրամասն ավարտից առաջ։ Մենք հիմա մասնատենք, իսկ ինչ հայեցինք այդ ընթացքում։ Իր արգանակը, որ ժողովրդի լեզվով ասած ավելի շատ հայտնի է որպես բուլյոն, իսկ դա արգանակ է իրականում, մենք իրեն ավելացրեցինք կիտրոն, կիտրոնի հյութը, ինչպես նաև ավելացրեցինք մի փոքր ալյուր, ջրի մեջ բացած, և հիմա իրեն կմասնատենք և համը կփորձենք։ Բնականաբար հաղարջը հավաքեցինք, որպեսզի այդ թթվային համը և գունային գեղեցիկ գաման ապահովենք, ահա այսպես, հիմա փորձենք հասկանանք մեր փքված հնդկահավի համը։ Անկրկնելի համ ունի և հանիրավի հայկական խոհանոցի, ինչպես նաև հայաստանցի տնային տնտեսությունների կողմից հանիրավի մոռացված և հանիրավի չգնահատված այս թռչնամիսը, որ կոչվում է հնդկահավ, մտածեմ, որ ժամանակն է, որ ինքը մտնի մեր տնային տնտեսություններ, ժամանակն է, որ մտնի մեր խոհանոցներ և ասեմ իդեպ, որ մենք մեր խոհանոցում, որ օգտագործում ենք աղթալայում, շատ ու շատ բաղադրատոմսեր հետագայում ներառում ենք մեր ճաշացանկի մեջ և մեր խնդիրն է, որ այս
մեր ուտեստները ներառվեն ոչ միայն մեր տնային տնտեսություններում, այլ ներառվեն նաև մեր հյուրերին մատուցվող ուտեստների մեջ։ Չմոռանանք, որ մեր ազգի մշակույթի մի շատ կարևոր մասը դա խոհանոցն է, իսկ խոհանոցը հենց մթերքներից է բաղկացած, եւ եթե նկատեցիք, մենք շատ մթերքներ օգտագործում ենք հենց տեղում աճեցված, տեղում քաղված կամ էլ թե չէ տեղում արտադրվող։ Եվ մեր խնդիրն է նաև խրախուսել, զարկ տալ հայերենական տնտեսությանը եւ հիշում եք մեր լավ ընկերներից մեկը Դավիթը Դավթյան, երբ որ տարիներ առաջ սկսում էր օրինակ ճագարաբուծության վերաբերյալ դասընթացներ, երբ որ սկսում էր ճագար պայել, շատերը դրան վերաբերում են թերահավատորեն, բայց այսօր ճագարը հետևողականորեն մտել է մեր ռեստորանային ճաշացանկ, ճագարը հետևողականորեն մտել է մեր արդյունից տնային տնտեսությունների ճաշացանկ։ Վստահ եմ, որ այսօր մենք սկսենք նաև շատ օգտագործել հնդկահավի միս, որովհետև այն դիետիկ է, որովհետև այն սննդարար է, այն առողջարար է եւ այս ժամանակակից 21-րդ դարի այսպես կոչված թրենդների մեջ իհարկե մտնում է նաև առողջ սնունդը, որի մի շատ կարևոր բաղկացուցիչն է իհարկե նաև հնդկահավը։ Բայց առողջ սնունդը պիտի նաև համեղ լինի, այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք հենց այն բաղադրությունները, որ այստեղ տեսնում եք։ Եվ դուք գիտեք, որ աշխարհի լավագույն ռեստորանները դրանք գյուղում տեղակայված ռեստորաններ են, ինչու, որովհետև այնտեղ համեմունքները, այնտեղ մթերքը հենց միանգամից տեղում աճեցվածն է, տեղում քաղվածն է եւ տեղում պատրաստվողն է։ Եվ ձեզ բոլորիդ օգտվելով առիթից հրավիրում ենք երկու քայլ անելու։ Առաջին քայլով միանում եք Երկիր մեդիա հեռուստաընկերության Facebook-յան եւ YouTube-յան ալիքներին, քայլ երկրորդ գալիս եք Մրգաշեն վինտաժ բուտիկ հյուրատուն վայելելու այս գեղեցիկ միջավայրը, այս գեղեցիկ բնությունը, այս գեղեցիկ ընկերակցությունը, որ մեզ կարող է տեղափոխել ընդհանուր մինչև 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Սիրելի հեռուստադիտող, մեր հաղորդումը մոտենում է իր տրամաբանական ավարտին եւ կրկին անգամ կհանդիպենք մեկ շաբաթ անց Հայաստանի ամենաազգային, ամենակոլորիտային հեռուստաընկերության, ամենաազգային, ամենակոլորիտային խոհարարական հաղորդման շրջանակներում։ Կրկին անգամ մեր հագին կլինի Տարազ Արտի տարազը, որ մեզ սիրով նվիրել է Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ հանդես գալու համար, կրկին անգամ կվայելենք մեր գեղեցիկ ուտեստները։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք մեկ շաբաթ անց։